Կուզենայի, որ Դավիթս առողջանար, քրոնիկական բնույթ չկրեր, մի տարիքի երեխեքի հետ մանկությունը անցկացներ։ Ես Անա Ղարբիժանս, ապրում եմ Մուրաքրոջս տանը, ունեմ 2 անցափահաս տղա։ Ամուսնալուծվել եմ, երբ Դավիթս դեռ չէր ծնվել։ Բնակվում եմ Զեյթուն թաղամասում, Ռոբինյանց 7-րդ շենքում։ Փոքրս արդեն 6 տարի է, ունի հոդերի խնդիր, հոդերի հորմոններից տվեց մարսողական համակարգը ախտահարվեց, էրոզիան վերածվեց խոցերի, հիմա խոցերներ վերածվել կրոնի հիվանդության ձևով, երեխան ստանում է կենսաբանական դեղեր։ 6 տարի ստանում է հորմոններ, բարձր դոզայով։ Անընդհատ ցավերի մեջ է, փորացավ, մարմինը դուրս է տալիս, անոթային հեմորրագիկ վասկուլիտ առաջացավ։ Մի տարվա համար երեխուն անհրաժեշտ է ինֆլիքսիմաբը, որը կենսաբանական դեղ է, որը արդեն մնացած դեղերը երեխու օրգանիզմի վրա չի ազդում, ստիպված փոխարինել է ինֆլիքսիմաբով, որը շատ թանկ է։ 1 տարվա կուրսը կազմում է 1.2 միլիոն։ Եթե չստանա վիճակը սաստկանում է, խոցերը կարող է առնահոսի ու ցավերի մեջ է լինում երեխեն։ Արդեն 18 հատ նարկոզ է տարել։ Դա անտանելի դժոխք է, որ մեզ երեխեք կախված է դեղից ու այդ վիճակը այնքան ծանր է ու գումարը չես իմանալ որտեղից հայթայթես, դա անտանելի դժոխք է, որ աչքի դեմդ երեխեն տանջվում է։ Վիճակը գնալով բարդանում է, ամբողջ տարվա ընթացքում հիվանդանոցներ ենք անցկացնում, շատ քիչ ժամանակային տանն ենք լինում։ Մի շաբաթ տանն ենք լինում, մնացած 3 շաբաթը հիվանդանոցում ենք լինում։ Բուժման շարունակությունը ինֆլիքսիմաբով է, որը կրկին բիոլոգիական ագենտ է, սակայն ցավոք սրտի մենք այլևս հնարավորություն չունենք դա ձեռք բերելու պետպատվերի շրջանակներում եւ հետեւաբար ելնելով նաեւ երեխայի ընտանիքի սոցիալպես անապահով վիճակից դիմում ենք օգնության, որպեսզի կարողանանք կառավարենք երեխայի հիվանդությունը։ Բժշկական կրթություն ունեմ, բայց երեխես 6 տարի հիվանդանոցներն է։ Ես չեմ կարող երեխուն մենակ թողնել, գնամ աշխատեմ, որովհետև այդ հիվանդությունը անխուսափելի է։ Չես իմանա գիշերը երեխան ցավ կունենա, թե չի ունենա։ Կուզենամ, որ հիվանդան չբարկեմ։ Կուզենամ, որ իջնեմ բակ ֆուտբոլ խաղամ։ Ախպերս արդեն 6 տարի է հիվանդանոցներում է։ Կուզեմ, որ էլ չպարկի հիվանդանոց, տուն գա։